տարիներ շարունակ կաթողիկոսի անձը նույնացվել է եկեղեցու հետ։ Եթե ասել են Մայրաթոր, հասկացել են Գարեգին II, եթե ասել են Գարեգին II, հասկացել են հայ առաքելական եկեղեցի։ Անշուշտ, եթե ինքը լինի իրոք լուսավորչի հավատքի կրողը, այդ սրբության կրողը, ուղիղ վարդապետության կրողը եւ քարոզողը եւ Աստծո մարդ լինի, վստահաբար որևէ մեկը չի համարձակվի իր դեմ որևէ ոտնձգություն կատարել, բայց մենք տեսնում ենք, որ այս մարդը ոչ մի կապ չունի հոգեվոր կյանքի հետ, ոչ մի կապ չունի բուն եկեղեցու առաքելության հետ, ինքը աշխարհիկ մարդ է, պարզապես հոգևորականի հագուստով, իր ամբողջ ողնուծուծով, ինքը բիզնես հոգեբանությամբ եւ ինչից խոսում ես, եթե հոգևոր թեմաներով փորձեք զրուցել իր հետ, ինքը շրջանցում է, տանում է ինչ-որ աշխարհիկ թեմաներ, շինարարություն կամ չգիտեմ ինչ-որ այս բարերարը այսքան գումար փոխանցեց, հիմա որոշել եմ այսինչ վերանորոգությունը կատարել, ինքը հոգևոր բաներից չի կարող խոսել, փորձեք բերեք իրեն Աստվածաշնչից մի թեմա վերցրեք եւ այդ թեման փորձեք զրուցել, քննարկել, եկեղեցու հայրերից ինչ որ սկսեք խոսել, չի կարող, այդ մարդը չի տիրապետում։ Հետևաբար ինքը նույնիսկ հավատք չունի։ Ես ականատես եմ եղել, ինչպես է ինքը Քրիստոսին մերժել Նորվան arczepiskopos Զաքարյանի ներկայությամբ, երբ որ ուղղակի մենք ապշեցինք, ինչպես կարող է կաթողիկոսը այդպես արհամարական տոնով Քրիստոսի մասին խոսել։ Աստվածաշունչ չգիտի, ուր մնացել քարոզի։ Հետևաբար ինքը լրիվ տարբեր պատկերացում ունի եկեղեցու մասին։ Եկեղեցին ինքը կլան է հասկանում եւ ինձ Վարացի Խոստովանեց ասած քո մտածելակերպի տեր մարդը իմ համակարգում տեղ չունի։ Այսինքն եկեղեցին իր համակարգն է, կարծես ժառանգություն է ստացել իր հորից, դա իր պապենական կալվածքն է, հիմա էլ ինքը այդ կալվածքի տերն ու տիրականն է, ոնց ուզում է, վարում է, եւ որևէ մեկը չկա, որ իր ձեռքը բռնի։ Ի վերջո բոլոր եկեղեցիներում վերահսկողական մարմիններ կան, դրանք սինոդական ժողովներն են, եպիսկոպոսատ ժողովներն են, որ պատրիարքը երբեք ինքնուրույն միանձնյա չի ղեկավարում, սինոդն է ղեկավարում եկեղեցին եւ դա ունի առաքելական հիմք, որտեվ հենց առաջին դարում մենք տեսնում ենք առաքելական ժողով տեղի ունեցավ, երբ որ առաքյալների միջև վեճ ծագեց եւ այդ ժողովը արդեն ընդհանուր մեծամասնությամբ վճիրներ կայացրեց։ Այսօր կաթողիկոսը ինչ է անում, անունը դնում է ժողով, բայց ինքն է որոշում, ինքն է թելադրում, բոլորին ինքն է ուղղորդում, հետո էլ վերջում ասում է ժողովը այսպես որոշեց։ Եթե ժողով կա իրոք, ինչու Երուսաղեմի պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանը, որը ի պաշտոնե համաատենապետն է Գերագույն հոգևոր խորհրդի, առ այսօր որևէ նիստի չի մասնակցել եւ չի ատենապետել այդ նիստը։ Դե Մեսրոպ պատրիարքը հասկանալի է, որ ինքը հիվանդ անկողնային վիճակում է Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում պարկած, չի կարող գալ եւ չունի այդ գիտակցությունը